Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է ու հերթական տեսանյութն եմ ես նկարահանում, իրականում այս տեսանյութը մի փոքր հետաքրքիր հանդիպումներով սակավ է, որովհետև Անգլիայի Պրեմիեր լիգա չկար, որովհետև Անգլիայի գավաթ էր։ Իսպանիա առաջնությունում մեկ խաղ եմ հասցրել դիտեմ, այն էլ կրկնությամբ խոսքը գնում է Ռեալ Մադրիդի հանդիպման մասին, որտեղ շատ բան չկա ասելու։ Ու բանը, իտալական ասերիան էր։ Բոլորի ուշադրության կենտրոնում իտալական ասերիան էր, որովհետև երկու թոփ հանդիպում եղավ, որոնց մասին եւ այսօր խոսելու եմ Ինտեր Յուվենտուս ու Նապոլի Ռոմա։ Ընդհանուր Իտալիայի առաջնությունը մեկ կտորով, մեկ բլոկով կնկարահանեմ, որպեսզի չփորձեք փնտրել որ թիմը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու ես ընդհանուր մի հատ կարծիք ունեմ, որի մասին ես ցանկանում եմ խոսել ու ինչը ես քննարկել եմ մի քանի ֆուտբոլասերի հետ, որպեսզի հասկանամ ինչումն է պատճառը իմ տված հարցի։ Այնպես որ եթե քեզ դուր գա այս տեսանյութը լայք բաժանորդագրվիր իմ YouTube-յան էջին, հետևիր ինձ Telegram-ում, որովհետև այնտեղ 2000 հետևորդը անցել ենք, մենք շարունակում ենք այնտեղ շատ ակտիվ լինել, մենք քննարկում ենք ֆուտբոլը, մեր չաթը, մի խոսքով, շատ հետաքրքիր է, եթե դու այնտեղ չես, շատ լուրջ հարց է առաջանում, թե ինչի դու այնտեղ չես, եւ երկրորդը իմ Instagram-յան էջը, որտեղ ես տեղադրում եմ միայն ռիլեր, տեսահոլովակներ, խաղեր, որը վստահ եմ ձեզ շատերի դուր կգա եւ այնտեղ չելենջային խաղեր են հիմնականում ու պետք է փորձեք ձեր սպորտային գիտելիքները, այնպես որ հետևիր ինձ սոցիալական էջերում, նաեւ այստեղ եւ ամենակարևորը հետևիր նաեւ իմ ընկերներին, իմ գործընկերներին, ֆուտբոլիստ ֆուտբոլային խանութին, ահա այս մարզաշապիկը հենց նրանցից է, նրանց մոտից եմ վերցրել, շատ լավ խանութ է, բոլոր մարզաշապիկները այնտեղ կան, ինչ ուզեք են, որ սկսած 2001 թվականի, չգիտեմ, Լացիո Պավել Նեդվեդ կամ 94 թվականի Ռոբերտո Բաջո կամ Այնտրախտի Ֆրանկֆուրտը, եթե երկրպագում տնային մարզաշապիկը չգիտեք որտեղից գտնեք, դուք այնտեղ կգտնեք։ Մի խոսքով, ֆուտբոլիստ գնացեք, գնեք, դարձեք ֆուտբոլային աշխարհի փոքրիկ մարզը, Ամիրյան չկներեք, Մաշտոցի 7/5։ Այնքան շատ եմ գնացել, արդեն անգիր գիտեմ տեղը, հասցնել կոնկրետ չեմ հիշում։ Մաշտոցի 7/5 գնացեք ու տեսեք թե ինչ լավ խանութ է։ Դե իսկ մենք քննարկենք իտալական ասերիա։ Իմ թիկունքում ցույց չեմ տա, միջև վերջ չեմ կարա թեքվեմ, մեծ մարդ եմ։ Զլատան Իբրահիմովիչն է, հենց նրա նախկին թիմերի մասնակցության խաղերի մասին ենք խոսելու ենք։ Ընկերներ, կարծում եմ սկսենք միանգամից տուրի կենտրոնական խաղից, հա, կամ ոնց ուզում եք, շաբաթվա կենտրոնական խաղից, դա Ինտեր Յուվենտուսն էր։ Վերջին շրջանում, երբ Ինտերն ու Յուվենտուսը միմյանց դեմ են խաղում, մենք միշտ ականատես ենք լինում շատ հետաքրքիր, դինամիկ ու տենց հարձակվողական ոճի ֆուտբոլի։ Ու դա իրականություն է դարձնում այն մարտավարական ու մոտիվացիոն պայքարը, որոնք թիմերը անընդհատ մղում են միմյանց դեմ։ Պարզ է ու հասկանալի, որ դա դերբի d'Իտալիան է ու այնտեղ հաշտ ու համերաշխ ոչինչ չի լինում։ Բայց երբ որ 2 տարի առաջ, 1 տարի առաջ կամ 3 մրցաշրջան առաջ, երբ որ կարողնակ Սիմոնե Ինձագին էր ապահովում այդ ամեն ինչը, որովհետև Սիմոնե Ինձագի Ինտերին նայելը միշտ հաճելի է, Սիմոնե Ինձագի Ինտերին նայելը միշտ ինչ որ մտքեր է առաջացնում, թե ինչ է այս ֆուտբոլիստը ստեղ, ինքը ոնց է գրոհում, ինքը բիլդափի ժամանակ ոնց է, առանց գնդակ ոնց է եւ այլն, բայց կոնկրետ այս հանդիպումը իրականում տպավորեց ինձ նրանով, որ ոչ միայն եթե համեմատականներով տանենք ապա իտալական ասերիայի կիլոմետրերով մրցաշրջանի լավագույն հանդիպումն էր, բայց նրանով, որ երկու թիմերն էլ միայն դրականը ցույց տվեցին, երկու թիմերի ցուցադրած խաղից կարելի է ամբողջությամբ գոլ լինել որպես նեյտրալ երկրպագու ու միայն գովեստի խոսքեր երկու թիմերին տարբեր բաների համար։ Իրոք Ինտերը որպես առաջատարի կարգավիճակով մոտեցավ այս խաղին, ճիշտ է Ինտերը հիմա ինչքան ունի 6 միավորի առավելություն ունի, եթե չեմ սխալվում, ու մի փոքր ավելի հանգիստ է հաշվի առնելով թե ինչ ֆուտբոլ է խաղում Միլանը, չնայած Միլանին շատ կարճ կանդրադառնամ։ Ինտերը հանդիպեց Յուվենտուսի հետ ու շատ տարբեր վիճակագրական տվյալներով իրանք մոտեցան այս խաղին։ Ինտերը ասերիայում հստակ է խաղում, միավորներ է հավաքում ու լավ ֆուտբոլ է խաղում։ Դա իհարկե պետք է շեշտել։ Քրիստիան Կիվուն կարծում եմ արել է այն, ես որտեղ դա եմ նկատում, արել է այն, ինչը օրինակ արեց Արնե Սլոտը, ինքը շատ քիչ բան է փոխել, ինքը դետալային փոփոխություններ է կատարել, որը մասին ես եւս կխոսեմ ու Սիմոնե Ինձագիի ստեղծած թիմի կմախքը շարունակել է մնալ ու դրա հաշվին Ինտերը կարողանում է խաղալ այն ֆուտբոլը, որը մենք տեսել ենք նախորդ մրցաշրջանում կամ դրանից էլ առաջ։ Իսկ Յուվենտուսում մի փոքր այլ է։ Յուվենտուսը շատ լավ է խաղում, ցուցադրած ֆուտբոլը աչքին հաճելի է,
բայց Յուվենտուսը շատ հակասական արդյունքներ է գրանցում, թե Եվրոգավաթներում, թե ներքին առաջնությունում եւ ոչ միայն այնտեղ։ Գավաթում Յուվենտուսը դուրս մնաց, եթե չեմ սխալվում, Ատալանտայից 0-3 հաշվով պարտվեց։ Չեմպիոնների լիգայում 1/16-րդ եզրափակիչ են խաղալու, իսկ ներքին առաջնությունում նրանք հիմա զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։ Ու սա իրականում մեծ խնդիր է Յուվենտուսի համար, որովհետեւ պետք է ֆինանս, պետք է չեմպիոնների լիգա, ու որպեսզի շարունակի պրոյեկտը աշխատել, որը ստեղծվում է, ոնց հասկանում եմ, Լուչանո Սպալետիի շուրջ, պետք է անպայման չեմպիոնների լիգայի ֆուտբոլ։ Ու երկու թիմերը շատ մեծ տրամադրվածությամբ մոտեցել էին այս խաղին ու առաջին խաղակեսը շատ մարզչական խաղակես ստացվեց, հասկանում եք, ու անչափ հետաքրքիր էր դիտել, թե ինչպես են մեկը մյուսի հանդեպ օգտագործում, ասենց ասեմ, հակաթույն, որպեսզի եթե խոսքը գնում է պրեսինգի մասին, ինչպես հաղթահար են պրեսինգը, եթե խոսքը գնում է ցածր բիլդափի մասին, ինչպես այդ ամեն ինչը կանխեն։ Մի խոսքով, Յուվենտուսը Լուչանո Սպալետին ընտրել էր 4-2-3-1 դասավորվածությունը։ Ու դա շատ հետաքրքիր է, որովհետև ես ինչքան վերջին շրջանում հետևում եմ, Լուչանո Սպալետին փորձում էր հիմնականում օգտագործել 3 պաշտպանով խաղը։ Գուցե սխալվում եմ, բայց այնինչ ես եմ տեսել, այնտեղ 3 պաշտպան է եղել, որպեսզի հասկանաք։ Այնտեղ եղել է Բրեմեր, այնտեղ եղել է Քելի, այնտեղ եղել է Կալուլու։ Կամբիասոն ավելի վերև ինքը որպես լատերալ էր գործում։ Կոնկրետես հանդիպման ժամանակ 4 պաշտպանով խաղներ ընտրել Լուչանո Սպալետին, ձախից աջ Կամբիասո, Կելի, Բրեմեր ու Պիեր Կալուլու, հենակետային գոտում խաղում էր Լոկատելլին ու եւս մեկ ֆուտբոլիստ, որի ազգանունը ես չեմ հիշի, որովհետև ես իտալական ֆուտբոլ շատ չեմ նայում։ Մի խոսքով, երիտասարդ տղա, որը խաղում էր Կեֆրեն Թյուրամի փոխարեն, Թյուրամը վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել այս հանդիպմանը ու այս խաղում խայտարակ պետք էր Կեֆրեն Թյուրամը Յուվենտուսին, 10 համարի դիրքում խաղում էր աշխատասեր Պարավոզ Վեսթոն Մաքենին, եզրերում էլ արդեն վինգերներ են, շատ դասական վինգերներ, Կենան Յիլդիզ, Ֆրանշիսկո Կոնսենսաո, իսկ հարձակման կրակակետում Ջոնաթան Դեյվիդ։ Ի տարբերություն Յուվենտուսի, Ինտերը դուրս է եկել խաղադաշտ այն մարտավարությամբ ու այն կազմը, որը խաղացել էր վերջին խաղում, ընդամենը մեկ փոփոխությամբ։ Մեկնարկային կազմ էր վերադարձել Նիկոլո Բարելան, իրականում Բարելան, որը հասկանալի է թե ինչ կարևորություն ունի Ինտերում, հասկանալի է թե ինչ մեծ ծավալի աշխատանք է կատարում, ինչքան կարևոր էր ինքը Սիմոնե Ինզագի օրոք, բայց պետք է հասկանալ, որ կոնկրետ այս խաղի ընթացքում Նիկոլո Բարելան այդքան էլ օգտակար չէր, բացի մեկ իրավիճակից, որը իհարկե շատ լուրջ սկանդալ առաջացրեց հանդիպման ավարտից հետո։ Մի խոսքով, շատ հետաքրքիր էր դիտել Ինտեր Յուվենտուս հանդիպումը ու այն ամեն շատ էր մարտավարությունը, որովհետև Իտալիայի առաջնությունը հենց դրա մասին է, որպեսզի հասկանաք, Իտալիայի առաջնությունը շատ մարտավար, միշտ է տենց եղել է, երբ որ կալչո են խոսացել, երբ որ շատ ֆուտբոլային տերմիններ, հասկացություններ եկել են հենց իտալական մարշչական այդ ուղղվածությունից, հա, լիբերոյի մասին, որ խոսքը գնա հենց մեկը ամենահայտնին, հա, իտալական դա տերմին է, եթե չգիտեք, գուգլեք, տեսեք, թե ինչ հետաքրքիր բան է, որը ժամանակին օգտագործում էին ֆուտբոլում, հիմա էդի ընդհանրապես ոչ մոդայի կա, ոչ էլ ինչ-որ ձևով պետք է, բայց Յուվենտուսը շատ հետաքրքիր մոտեցում ուներ կոնկրետ Ինտերի դեմ խաղի։ Նայեք, 3-5-2 դասավորվածությամբ խաղում էր Ինտերը ու թիմի պրեսինգը սկսվում էր հենց հարձակվողներից, 2-2-ի դեմ, որ պետք է լիներ։ Թյուրամը պետք է խաղար Բրեմերի հետ, իսկ Լաուտարո Մարտինեսը պետք է ճնշեր Կելին։ Բայց յուրաքանչյուր բիլդափի ժամանակ Յուվենտուսը ձևավորում էր իբրև 3 պաշտպանող խաղ, այսինքն Պիեր Կալուլուն ու Կամբիասոն բարձրանում էին վեր, Յիլդիզն ու Կոնսենսաուն իջնում էին կիսաեզրեր, որտեղ կա արդեն Վեսթոն Մաքենի, ու Լոկատելին որպես երրորդ կենտրոնական պաշտպան իջնում էր խաղում էր Բրեմերի ու Կելիի հետ նույն գծի վրա։ Դա ամբողջությամբ կոտրում էր Ինտերի պրեսինգը, որովհետև փաստացի յուրաքանչյուր դեպքում, երբ Ինտերը պետք է փորձեր սկսել պրեսինգ, ինքը խաղում էր, հիմա մի անգամ Յուվենտուսի մեկնարկային կազմում են փնտրում կիսապաշտպանի անունը, Միրետի, ճիշտ է, Ֆաբիո Միրետի։ Յուրաքանչյուր դեպքում, երբ Ինտերը փորձում էր գնալ պրեսինգի, ստացվում էր 2-3-ի դեմ, այսինքն փաստացի կամ հենակետային գոտում էր ստեղծվում ազատ տարածություն, կամ էլ ուղակի Ինտերի պրեսինգը չէր աշխատում։ Ու այդ ամեն ինչին Ինտերն էլ էր բավականին լավ պատասխանում, երբ իրանք էին բիլդափով ու երբ պրեսինգի էր դիմում Յուվենտուսը։
Քրիստիան Կիվուն օգտագործեց Սիմոնե Ինզագիի մարտավարությունը, երբ երկու միանգամից կիսապաշտպան, երկու կիսապաշտպան ստանում են ազատ տարածություն պաշտպանողական գծում, խաղում են կենտրոնական պաշտպանների փոխարեն, իսկ կենտրոնական պաշտպաններից մեկն էր մնում միայն, այս դեպքում Մանուել Ականջին էր, ֆուտբոլիստ, որը առաջին փոխանցում շատ լավ է, գնդակով աշխատանքի հետ շատ լավ է։ Թողում էր, օրինակ, գալիս էր Զիելինսկին, գալիս էր Սուչիչը ու գալիս էր Ականջին։ Եռյակ պաշտպանների, որոնցից փաստացի պաշտպան ընդամենը մեկն էր, իսկ մնացածը ունեն ազատ տեղաշարժման իրավունք։ Յուվեի պրեսինգը կենտրոնով էր, ու դա հասկանալի է։ Բայց Յուվեն մերթ աչքաթող էր անում եզրերը։ Մերթ աչքաթող էր անում եզրերը, ու դա իրականում իմ համար մի փոքր զարմանալի էր, որովհետև Ինտերում այս պայի դրությամբ լավագույն ֆուտբոլիստը, լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստը եզրային է։ Ֆեդերիկո Դի Մարկոն, որը կատարեց գոլային փոխանցում Էսպոսիտոյին երկրորդ խաղակեսում։ Երկու ստեկ գրողներ եղան, ասել որ չափազանց շատ սուր դրվագներ կային, միջև տենց հանդիպման, եթե չխափեմ 20-րդ րոպեն, հա, տենց շատ դրվագներ չկային, ու ստեղծվեց միջև 20-րդ րոպե ընդամենը մեկ դրվագ, որից Ինտերը դարձավ գոլի հեղինակ։ Յուվենտուսը շատ կոմպակտ պաշտպանվեց, Յուվենտուսը մոռացավ եզրերի մասին, ու Էնդրիկեն հարվածեց, դարձավ գոլի հեղինակ։ Ճիշտ է, տվյալ իրավիճակում շատ անհասկանալի գործեց Դի Գրեգորիոն, որովհետև երբ որ գնդակը դիպավ Կամբիասոին, ու որպես այդպեսին ես նայեցի Կամբիասոյի անվան դիմացել հաշվել են, ինքնագոլ է եղել, գնդակը շատ թույլ գնաց դեպի դարպասը։ Ու Դի Գրեգորիոն, որը պարկած իրավիճակում էր, կարող էր, ես վստահեցնում եմ, կադրը կարող եք տեսնել, ինքը կարող էր հանգիստ վերցնել, ոտքի կանգնել կամ նույնիսկ շքագայթ դիրքը փոխել ու վերցնել գնդակը ձեռքով։ Չգիտես խի, եղբայրը որոշում որ ինքը պիտի ոտքով խաղա, չի դիպչում նորմալ գնդակին ու գնդակը այտվում է դարպասում։ Դրանից հետո Ինտերը մի փոքր նստում է, Յուվենտուսը շարունակում է խաղալ այն ֆուտբոլը, որ ինքը խաղում է, ու խփում է պատասխան գնդակը ընդամենը 9 րոպե անց։ Հենց Կամբիասոն էլ դառնում է գոլի հեղինակ։ Ու ինչն է ֆանտաստիկ ու ինչն է կարման էս ամեն ինչում, որ եթե Էնդրիկեի հարվածից հետո գնդակը դիպավ Կամբիասոնի ու հայտնվեց դարպասում, ապա Կամբիասոյի գոլը եկավ Էնդրիկեի դիրքային կոպիտ սխալից, որովհետև ինքը պաշտպաներ, ինքը ուղղակի սպասում էր, որ գնդակը պետքա գա իր մոտ, իսկ Կամբիասոն գալիս է դիմացից փախցնում ու խփում է 1-1։ Հետո գալիս է ամենահետաքրքիրը։ Ընդամենը 10 րոպեում Պիեր Կալուլուն երկու անգամ ստանում է դեղին քարտ ու հեռացվում է խաղադաշտից։ Եթե ես այն ժամանակ խոսում էի Իսպանիայի, Անգլիայի խայտարակությունների մասին, ես իրականում շատ չեմ հետևում իտալականասերիային, մնացած խաղերից այդքան էլ տեղյակ չեմ, այնպես որ չեմ կարող գնահատակալ տալ իտալական մրցավարությանը։ Բայց ընկերներ, այստեղ չափազանց չոր ու չափազանց բծախնդիր լինելը գլխավոր մրցավարին խանգարեց, որովհետև առաջին իրավիճակում, որտեղ Կալուլուն ընդհանրապես չէր խախտել բարելայի նկատմամբ կանոնները, ստանում է դեղին քարտ, եւ երկրորդը Բաստոնի ֆանտաստիկ դերասանական խաղը նույնպես օգնում է, որ Կալուլուն ստանա երկրորդ դեղինը ու հեռացվի խաղադաշտից։ Փաստացի խախտումներ, ոչ թե դեղինի խախտումներ չէին դրանք ընդհանրապես խախտումներ չէին։ Ընդհանրապես դրանք խախտումներ չէին։ Ու երբ որ ես նայեցի մի 1-2 ռակուրսով կրկնապատկերները նայեցի, ասի չէ լավ, այնա ծունկը ծնկին դիպավ, ինչ եք բողոքում ընկերներ։ Ես իմ Telegram-ին ալիքում իրգեցի, ինչ եք բողոքում, ծունկը ծնկին է դիպչել։ Բայց ես հետո տեսա մի հատ կադր թիկունքից, երբ որ Բաստոնին արդեն դեմքով դեպի մրցակցի կիսադաշտ էր։ Ես սխալվում էի ընկերներ։ Այդտեղ խախտում ընդհանրապես չկար։ Ու դեղին պետք է ստանար ոչ թե Կալուլուն ու հեռացվել խաղադաշտից, դեղին սիմուլյացիայի համար պետք է ստանար Բաստոնին ու հեռացվել խաղադաշտից։ Երկրորդ դեղինը դա պետք է լիներ Ալեսանդրո Բաստոնին։ Մրցավարը դա չնկատեց, ու դա չափազանց անբախտ է Յուվենտուս այդ առումով, որովհետև վառը ախր չի նայում նման դրվագները։ Վառը 4 դրվագ է նայում, չէ՞, գոլի չեղարկում, կարմիր քարտ, խաղից դուրս վիճակ ու 11 մետրանոց։ Այդ 4 դրվագն է նայում վառը։ Դեղին քարտի համար, կապ չունի որ հետո կարմիր ախր, դեղին քարտի համար վառը պատասխանատու չի։ Մրցավարի անուշադրությունը փաստացի արժանացավ Յուվենտուսին հաղթանակ։ Բայց առաջին խաղակեսը ավարտվեց 1-1, երկրորդ խաղակեսում անչափ հետաքրքիր էր տեսնել թե ինչ կանի Լուչանո Սպալետին։ Անչափ։ Ու ընկերներ,
Բրավո Լուչանո Սպալետի։ Ինքը դիմեց պաշտպանողական ոճի ֆուտբոլի, չվախենալով հարձակվելուց։ Ուղղակի չվախենալով հարձակվելուց։ Ինչ արեց ինքը։ Քանզի չկար Կալուլուն, նրա փոխարեն հեսա կասեմ ով մտավ խաղադաշտ։ Հեսա կասեմ։ Հոլմը, նրա փոխարեն Էմիլ Հոլմը մտավ խաղադաշտ, եզրային պաշտպան։ Եվ որ դիրքային փոփոխություններ չկատարելու համար ինքը ուղղակի Weston McKennie-ին, որը 10 համարի դիրքում էր, տվեց եւս մեկ պարտականություն։ Երբ գրոհում ենք, դու պետք է լինես Տուգանային հրապարակում, երբ պաշտպանվում ենք, դու պետք է լինես աջ կիսաեզրում։ Փաստացի Յուվենտուսը սկսեց գործել 4-4-1 դասավորությունով։ Որտեղ McKennie-ին հարձակման գծում երկրորդ հարձակվողն է, իսկ պաշտպանվելուց աջ կիսապաշտպանը։ Ու ընկերներ, եթե դու դա անես, օրինակ, 1 անգամ, 2 անգամ, կասեն, այո, գովելի է, բայց հետո հոգնում ես։ Ու նորմալ է, երբ որ 10 ֆուտբոլիստով ես։ Weston McKennie-ին ամբողջ 45 րոպե խաղաց տենց ֆուտբոլ ու խաղաց շատ լավ։ Ես երբեք չէի մտածում, որ Weston McKennie-ին կարող է նման ֆուտբոլ խաղալ։ Ես մտածում եի հերթական ամերիկացին, շարքային, որը տենց պահեստային տղա է։ Չէ։ Weston McKennie-ին ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց։ Ճիշտ է, իմ համար Յուվենտուսին լավագույնս Լոկատելին էր։ Չնայած որ հերթական անգամ հիանում եմ ցավոք սրտի, բայց հիանում եմ Յիլդիզի խաղով։ Բայց Լոկատելին ու McKennie-ին իրոք արարեցին Յուվենտուսի պայքարը այս խաղում։ Մինչև 60-րդ րոպե Յուվենտուսը ակտիվորեն դիմադրում էր, գրոհում էր, մի քանի դրվագում զոմերը փրկեց, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այսպես խաղալ ամբողջ 45 րոպե, երբ որ մեկ ֆուտբոլիստ պակաս է, հնարավոր չէ։ Դե իսկ Ինտերի մարտավարությունը այդքան էլ շատ չէր օգնում։ Ու այստեղ եկավ օգնության Քրիստիան Կիվուի շատ ճիշտ փոփոխությունները։ Ինչ արեց Կիվուն։ Ինքը նախ դուրս բերեց խաղադաշտ Հական Չալհանօղլուին, որպիսի կառավարի կենտրոնը, որովհետև ընդեղ արդեն տերը Ինտերն է, որովհետև եթե առաջին խաղակեսում 50-50 էր գնդակի տիրման տարածքային հարաբերակցությունը, երկրորդ խաղակեսում 70-30 էր, Յուվեն զիջել էր գնդակը։ Իսկ երբ որ գնդակը Ինտերի մոտ է, պետք է ճիշտ խաղարկող, տեմպ տվող։ Տեմպը Հականն է։ Մտավ Չալհանօղլուն, հետո խաղադաշտ դուրս բերեց Էսպոսիտոին։ Մակերեսորեն նայելով դու կարող ես հասկանալ, լավ, աշխատում են օթային պայքարների վրա, դաշտում մնում է Մարկուս Թյուրամը, այնտեղ կա Էսպոսիտոն, պլյուս լավա խաղում երկրորդ հարկում Լաուտարո Մարտինեսը։ Կգնան падաշները 1-1 կխփի։ Այո, եզրից կատարած օթային փոխանցումով խփեց Ինտերը։ Բայց Մարկուս Թյուրամը կատարում էր վինգերի պարտականություններ։ Ու Մարկուս Թյուրամը մշտապես ստիպում էր, որպեսզի եզրում, երբ որ դետալային կամ միլիվարկանով չէր հասցնում Weston McKennie-ին, եզրում մշտապես լինի 2-1-ի դեմ։ Դի Մարկո Թյուրամ։ Ու երբ որ դուք նայում եք գոլը ստեղծվեց հենց այդ իրավիճակից։ Հետո եղավ 2-2։ Յուվեն փառա եղեր։ Դե իսկ Ելինսկի գոլը էդի մարտավարություն չի, էդի ուղղակի անհատական հիասքանչ վարպետություն էր։ Բերեց կենտրոն ու դարպասապայի սխալողությամբ։ Ինքը շարժվում էր, աճ ձախարվածեց։ Ինչ կարելի է ասել կոնկրետ այս խաղից։ Յուվեն փայլ ուներ, բայց Յուվեն կրկին չի ախտում։ Ինտերը լավն էր, Կիվուն օգնեց դառնալ ավելի լավը, մրցավարը խոչընդոտեց Յուվեի առաջընթացին, օգնեց Ինտերին, իսկ Ինտերը այդ կարմիր քարտից քաղեց առավելագույնը։ Ինտերը գնում է առաջատարի դիրքով, իսկ Յուվենտուսը հերվանում է լավագույն եռյակից։ Ես վստահ եմ, եթե sense ֆուտբոլ խաղա Յուվենտուսը ինքը իր խաղերը կհաղթի ու ամենայն հավանականությամբ քարտյակում կհայտնվի, իրականում ես մի քիչ Նապոլին չեմ հավատում։ Բայց ես հուսամ, որ այս Յուվենտուսը խաղա Չեմպիոնների լիգայում, որտեղ ցուցադրած ֆուտբոլը իրոք հաճելի է։ Մյուս խաղը Նապոլի-Ռոման էր։ Նապոլի-Ռոմա հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով, այնտեղ շատ բան չկա էլ ասելու, որովհետև Նապոլին թույլի վիճակում է, Ռոման դեռ ամբողջությամբ հասուն չէ, Ռոման դեռ ամբողջությամբ չի սովորել Պելեգրինի ֆուտբոլի, Գասպերինի ֆուտբոլին, դե Կոնտեն էլ կարծես այդքան վնասվածքներից հետո իհարկե շատ բարդ է դրական արդյունքներ տալ, ամբողջությամբ կարելի է հասկանալ, չկա Կևին Դե Բրույնեն, չկա բանը Դի Լորենցոն, չկա Սկոտ Մակթոմինը, շատ լուրջ Անգիսա չկա, շատ լուրջ կորուստներ է Անտոնիո Կոնտեի մոտ ու այն, որ ինքը հիմա խաղում առավելագույնը, դա միայն բրավո։ Դե իսկ Ռոման ընդհանուր հավասար խաղ էր, ձանձրալի խաղ էր, բայց այս ամեն ինչից ֆանտաստիկա, որ խաղում է օգուտ միայն Միլան։
Միլանի խաղը նայեցի ընկերներ։ Ես Միլանի խաղը նայեցի Պիզայի հետ 2-1, այնտեղ կարմիր քարտ էլ կար, գոլեր էլ կային երկուսի կողմից, բայց որ ասես նայում ես Միլանի խաղը մեկ է sense կեսից։ Ես Միլանի երկրպագուներ խնդրում եմ։ Գրեք մեկնաբանություններով, ու խնդրում եմ անկեղծ գրեք։ Դուք հավանում եք ձեր թիմի ցուցադրած խաղը։ Եթե դուք հավանում եք ձեր թիմի ցուցադրած խաղը, դուք հաճույք եք ստանում այդ խաղից, դուք լեգենդար Միլան չեք տեսել ուրեմն։ Բայց այս Միլանը ընդհանրապես ոչ մի բանի մասին, այն որ դու չես կարող մտածել, լավ, ուրեմն Լոֆտուս-Չիկը ստեյ է, ուրեմն sense բան կա։ Միակ մարդը, որ ինչ որ բան անում է, որ դի հասկանալ, դու Մոդրիչն է։ Մոդրիչը, որը խփեց երկրորդ գոլը հաղթանակ պարգևեց, մտավ պատմության մեջ որպես լավագույն, չէ, ամենատարեց 3 ֆուտբոլիստներից մեկը, որը գոլ ախփում Միլանի կազմում։ Մոդրիչը 40 տարեկան, մի հատ նայեք ինչքան աստղեր կան ընդ ապագա։ Մոդրիչն է կառավարում այդ խաղը։ Մանավանդ դա ոչ մեկ ոչի բանով չի զբաղվում։ Իտալական ասերիան ֆանտաստիկա։ Վաու։ Թիմերը լավ են խաղում, չեն հաղթում։ Թիմեր էլ կան, որ ոչ մի բան խաղադաշտում ցույց չեն տալիս, բայց իրենք երկրորդ հորիզոնականով վստահ գնում են։ Գուցե Իտալիայի առաջնությունը հենց դրա համար էլ յուրահատուկ է։ Իսպանիայում մի փոքր ավելի հանդարտ էր։ Ճիշտ է, տեսանյութը դուրս է գալու այն ժամանակ, երբ որ Բարսելոնան խաղում է, ու ես Բարսելոնայի խաղի մասին ոչինչ չեմ խոսելու։ Դե կատալոնական դերբի է, բայց կներեք։ Ինչ որ է, առաջիկայում նորություն կա, դրանով կկիսվեմ, հուսամ ուրախ կլնեք, եթե ուրախ չլնեք, ես եմ կարևորը, ուրախ։ Մի հատ միջև Մադրիդի Ռեալ անցնելը, Ռայո Վալեկանո Ատլետիկո 3-0, բա Ատլետիկոն հաղթելուց հետո Բարսային 4-0 հաշվով, ես չեմ վախենացել ճղելուց Բարսելոնային ֆուտբոլով իհարկե, թե չէ ուրիշ ոչ մի բանով չէ, թե չէ մարդիկ շատ նեղվեցին իմ այդ բառից, չգիտեմ խի նեղվեցին, էլի ոնց որ ուղիղ իրանց եմ կպել։ Ատլետիկո Մադրիդը դուրս էր եկել խաղադաշտ, ինչ որ կիսով չափ կազմով, ինչ որ երկրորդ, երրորդ կազմով, միակ մարդը ում ես տենց հստակ գիտեի էդի Օբլակն է, որ տենց կարաս ասես վաու, դե իսկ մնացածը ուղղակի պայստային ֆուտբոլիստներ են արդեն, ու կոնկրետ այս հանդիպումը ցույց տվեց, որ Ատլետիկո Մադրիդը վերջնականապես թքած ունի Իսպանիայի առաջնության վրա, իրանց նպատակն է Իսպանիայի գավաթը ու իրանց նպատակն է Չեմպիոնների լիգայում հնարավորինս առաջ գնալը։ Դա իհարկե գովելի է, այն առումով, որ ոնց եղել են երկար տարիներ, հիմա էլ միայն պայքարը Բարսայի ու Ռեալի միջև է, բայց Ատլետիկոն այս պարտությամբ իհարկե վերջնականապես զրկեց իրեն բոլոր հույսերից, որ կարող է չեմպիոնության մասին նույնիսկ մտածել, իսկ հիմա արդեն կարելի է հստակ իմանալ, որ Ատլետիկոն 2 ավտոբուս վերցնելու է գնալ Կամպ Nou, որպեսզի դուրս գա եզրափակիչ, դե եզրափակչում պետք է փորձի հաղթել դառնալով գավաթակիր։ Մադրիդի Ռեալը հաղթեց Ռեալ Սոսիեդադին 4-1 հաշվով, ու էսի այնքան հետաքրքիր անկերներ, ես ամեն անգամ երբ ասում եմ, որ գիտեք, Իսպանիա առաջնությունը թույլ են, մրցակցություն չկա, այնտեղ միջակ թիմերը չեն կարող ատամ ցույց տան Ռեալին, Բարսային, այնտեղ հա գուցե արտագնա խաղերում ինչ որ բան ստացվում է, այն էլ գալիս է նրանից, որ Ռեալն ու Բարսան վատն են։ Տնային խաղերում Ռեալն ու Բարսան ընդհանրապես մրցակիցների շատ քիչ են հանդիպում։ Ու Ռեալ Սոսիեդադը հենց դրա վառ օրինակն է։ Ռեալ Սոսիեդադը մեկը ասում է 9 հաղթանակ, մեկը 11, 9 պլյուս հանդիպում անընդմեջ չի պարտվում, առնվազն չի պարտվում։ Ես չեմ ուզում եմ հասկանալ ինքը հաղթում է նաև 9 հանդիպում անընդմեջ չի պարտվում Ռեալ Սոսիեդադը ու մարդիկ մի հեսատես լավ խաղա, ես ուղղակի տղեկի չաթում գրեցի, ասեցի ընկերներ, ես չեմ նայելու այս խաղը։ Ես նայելու եմ Ինտեր Յուվե ու նայելու եմ Լիվերպուլի գավաթային հանդիպումը, ու ես չեմ նայելու, որովհետև ստե ինտրիգ չկա, որովհետև Ռեալը ուղղակի կոտրելու է Ռեալ Սոսիեդադին, բայց չէ, կտենաս, տեսանք 4-1։ Ռեալը հաղթեց շատ լավ խաղով։ Ցավում եմ, որ այս խաղը գուցե Բենֆիկայի դեմ չտեսնենք, եթե տեսնենք ավելի լավ, բայց Մադրիդի Ռեալը շատ սենց հակասական մրցաշրջան է անցկացնում։ Տնետ Ալեքսանդր Արնոլդը վերադարձավ, գոլային փոխանցում կատարեց, շնորհավորում եմ իրան, բայց շատ մեկ է։ Գոնսալո Գարսիաս իդեպ գոլ խփեց, շարունակում հիանալ Գոնսալո Գարսիայով, ու մհերներ Էմիլներ ով էր գրել իրանց Telegram ալեկում Բլանկոսի, որ Մբապեին սովորեցրեք ոնց տեղաշարժվի խաղադաշտում Գոնսալո Գարսիայի պես, ու Կիլիան Մբապեն ինքը կլինի ֆանտաստիկ։ Ինքը հիմա էլ է ֆանտաստիկ, բայց շատ ճիշտ էին գրել, որտեղ Կիլիան Մբապեն չի սիրում շարժվել խաղադաշտում, երբ որ ինքը առանց գնդակ է։ Իսկ Գոնսալո Գարսիան է, որ տենում ես ինքը մարզաշապիկը գիտի ինչ համար է, ինքը այն պուճուր տարիքից ելել այդ Ռեալում, ինքը գիտի էդի որն է, ու իր այդ ցանկությունը խաղալու իհարկե մեծ ոգևորություն առաջացնում ինձ մոտ։ Վինիսիուսը դուբլ ձևակերպեց 11 մետրանոցներից, բայց ես այդ մարդկանցից չեմ, որ ամեն անգամ պիտի խոսեմ 11 մետրանոցից, միայն տենց տեղեր կան, որ ես անընդհատ կբշտեմ, բայց Վինիսիուսը
Հերթական դուբլը գրանցեց Վինիսիուս առանց Մբապե լավն էր այսօր այս խաղում ու պլյուս Վալվերդեն դարձավ գոլի հեղինակ։ Միակ բանը, որ ես կուզեի քննարկել, դա ոչ sense line, ուղղակի ասեմ, վագի տեսանյութում կդիտեք, թե ինչի չկար 11 մետրանոց Վինիսիուսի հետ դրվագում ու ընկերներ, եկեք լինենք པարզ։ Ախր դա 11 մետրանոց չի։ Ախր դա པարզ երևում է, որ Վինիսիուսը միջև հպումը արդեն ընկել էր։ Ինքը ճանապարհին էր ընկնելու։ Ու դա 11 մետրանոց չէր։ Բայց այդ 11 մետրանոցը ոչինչ չէր որոշելու։ Ընդհանրապես ոչինչ չէր որոշելու այդ խաղում, որովհետև Ռեալ Սոսիեդադը ընդհանրապես ոչ մի բանի մասին էր, Ռեալ Մադրիդը ավելի ուժեղ էր, Ռեալ Մադրիդը ավելի մոտիվացված էր, կազմակերպված էր եւ այլն, ու ամեն ինչ աշխատեց Ռեալի մոտ։ Դա բավականաչափ լավ է։ Շատ ուրախ եմ, որ Դանիել Կարվախալն է վերադառնում, ընդ ասում եմ, որ Արբելոա ու Կարվախալը ինչ որ փոքրիկ կոնֆլիկտ կա, որտեղ Կարվախալը չի խաղում, իսկ Կարվախալը ուզում է գնա աշխարհի առաջնություն, ու ոնց հասկանում եմ, այն իրավիճակը, որը ստեղծվել է Իսպանիայի առաջնությունում, Կարվախալը պիտի գնա աշխարհի առաջնություն, որտեղ աչքի եզրում ընդ ոչ մեկ չկա։ Ու երևի թե վсё, սենց անհետաքրքիր տուր Իսպանիայի առաջնությունում հուսամ Բարսելոնան ինչ որ ձևով կարդարացնի։ Եվ որպես վերջաբան ես ուզում եմ շատ կարճ խոսել նաև Անգլիայի գավաթի մասին։ Դե Բունդեսլիգան չեմ խոսում, Բունդեսլիգայում ընդ Բավարիան ուղղակի ոչնչացրեց։ Քեյնը եւս 2 գոլ խփեց։ Քեյնը իմ համար աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է, լավագույն ֆուտբոլիստն է։ Ով ինչ ուզում ասի Մբապեներ, Հոլանդներով։ Ես դե տողու ֆուտբոլը ավելի շատ եմ սիրում, ես ունեմ օբյեկտիվ պատճառներ նրան կոչելու աշխարհում լավագույնը։ Ու ինքը ամեն խաղի դա ապացուցում է։ Ու Անգլիայի գավաթի խաղարկության 1-16-ից դուրս եկան այն թիմերը, որոնք պետք է դուրս գային։ Վրեքսեմը շատ անակնկալ կերպով հայտնվեց այնտեղ։ Մանչեսթեր Սիթին հաղթեց 2-0 հաշվով, եթե չեմ սխալվում։ Արսենալը 4-0, Լիվերպուլը 3-0, բայց ամենաբարդ խաղը Լիվերպուլինն էր, որտեղ Պրեմիեր Լիգայի թիմի դեմ էր։ Միակ բանը ես որ ուղղակի ցանկանում եմ ցիտել, որ դա աբսուրդիզմի այն ամենագագաթնակետն է։ Վարսմա Արնե Սլոտը այնքան մեծ ճնշման տակ է, որ ինքը ասում է, որ Անգլիայի գավաթ հաղթելը նույնքան բարդ է, որքան Չեմպիոնների լիգան։ Մեղմասած տենց չի, պարոն Սլոտ։ Ցավում եմ, բայց տենց չի։ Անգլիայի գավաթ հաղթելը նույն դժվարությունը չի առաջնում։ Ոնց կարաս դու համեմատես օրինակ Գալաթասարային Սելֆորդ Թաունի հետ ամենայն հարգանքով, բայց ոնց կհամատես։ Բարդ կլինի Գալաթասարայի դեմ խաղալ, թե բարդ կլինի Սելֆորդ Թաունի դեմ խաղալ։ Պեպ Գվարդիոլան ասում է, չէ՞, որ ինձ դուր է գալիս FA Cup-ի այդ արտագնա խաղերը, երբ որ դու գնում ես 6-րդ դիվիզիոնի թիմի դեմ, 5-րդ դիվիզիոնի թիմի դեմ խաղում ես, ու այդ օթային փոխանցումները, որ գնդակ չկան, դե ստրուկտուրա չկան, դե ուղակի գրոհել, հետի հա կայֆ է, համաձայն եմ, բայց այտենց արտահայտություններ անել, ես հասկանում եմ, որ Արնե Սլոտը հիմա կախված է գավաթներից։ Ես հասկանում եմ, որ եթե Արնե Սլոտը չնվաճի Չեմպիոնների լիգան ու Անգլիայի գավաթը, գուցե սա կլինի նրա վերջին ամիսները Լիվերպուլի գլխավոր մարզչի պաշտոնում, բայց այդի կոնկրետ շատ զարմանալի էր, որ ինքը տենց բան ասում։ Շատ զարմանալի էր ու դա հասկանում ես, որ դա պանիկայից դուրս եկած արտահայտություն է, այլ ոչ թե փաստարկ, որը կարող ես ասել, այս մարզիչը всё-таки խելացի է։ Ինքը խելացի է, բայց ոչ այդ արտահայտության առումով։ Թերևս այսքան ընկերներ, շատ կարճ տեսանյութ ստացվեց, որովհետև թեմաներն էլ էին քիչ։ Վաղը ունենք Չեմպիոնների լիգա, մյուս օրն ունենք Չեմպիոնների լիգա, այնպես որ տեսանյութը գալու է շատ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներից հետո Ռեալ Բենֆիկա, Մորինյո Մեկը Յուվենտուս։ Էդի շատ հետաքրքիր ալնելու։ Այսօրվա համար այսքանը, ձեզ հետ Գևորգներ, հաջողություն։